Երեխան դպրոց է գալիս իր ուսապարկով լցված ոչ միայն գրքերով, այլև այն զգացողություններով, որոնք տանն է ստացել։ Ծնողի հետ ունեցած հարաբերությունները արտացոլվում են երեխայի դպրոցում ցուցաբերած վարքում, առանց խոսքերի։ Այս խնդրի շուրջ կզրուցենք դպրոցի հոգեբանի հետ, հասկանալու, թե ինչպես են երեխա-ծնող հարաբերություններն արտացոլվում դասարաններում։ Ծնողը համարվում է ռեֆերենտային խումբ երեխայի համար։ Շատ կարևոր է ծնողի վարքագիծը երեխայի դաստիարակության հարցում եւ մեծ ներգործություն ունի։ Տարիներ առաջ դպրոցներում հոգեբանի կերպարը խորթ էր համարվում, ինստիտուտը զարգացած չէր, իսկ այժմ հոգեբանները համագործակցում են ծնողական համայնքի հետ։ Երեխաների հետ աշխատանքներ են տարում դեռ առաջին դասարանից, հետո նաև ծնողների հետ են անցկացվում սեմինարներ։ Դիտարկման ժամանակ ես արդեն դասարանում նկատում եմ երեխաների մոտ, ինքնամփոփություն, փոքր ագրեսիա, վարքային խնդիրներ։ Այս խնդիրներից ելնելով նոր ես ծնողներին հրավիրում եմ կազմում հարցաշար եւ իրականացնում աշխատանքներ։ Տարբեր տարիքի երեխաների հետ աշխատանքն առանձնահատուկ մոտեցումներ է պահանջում։ Մասնագետի բնորոշմամբ յուրաքանչյուր խմբի հետ աշխատանքը յուրովի է կատարվում։ Գիտեք, փոքր երեխայի հետ աշխատելիս ընդհակառակը հոգեբանը պետք է շատ ավելի բաց լինի, որպեսզի կարողանա երեխային ներգրավել աշխատանքի մեջ։ Այդ սահմանները չանցնելը ու այդ գծերի մասին մենք կարող ենք խոսել դեռահաս երեխայի հետ, երբ որ մենք աշխատում ենք դեռահասի հետ ավելի դժվար է աշխատանքը, որպեսզի կարողանաս այդ գաղտնիությունը որտեղ ոչ բոլոր դեռահասներն են գալիս հոգեբանի մոտ։ Երեխայի վարքի հիմքում շատ հաճախ ընկած են ավելի խորքային եւ տանը ձևավորված հարաբերություններ։ Մանկական հոգեբանը շեշտում է երեխայի անհատականության հանդեպ հարգանքի կարևորությունը։ Ամենակարևորը ընդունելն է երեխային անվերապահորեն։ Այսինքն դա միակ գործընթացն է, որ սովորաբար ձևավորվում է ծնող-երեխա հարաբերություններում ընդունում, այնպիսին, ինչպիսին որ իմ երեխան կա։ Եվ երեխայի հույզերը, երեխայի արարքները, երեխայի գործողությունները չգնահատելն է, որը ոչ նպաստում է, որպեսզի վստահելի մթնոլորտ ձևավորվի։ Երբեմն նույնիսկ լավագույն մտադրությամբ ծնողները կարող են խոչընդոտել երեխայի բնականոն զարգացմանը։ Չափից շատ հոգատարությունը զրկում է նրան պատասխանատվություն կրելու, ինքնուրույն դառնալու հնարավորությունից։ Այստեղ վտանգավորը այն է, որ չափից շատ հոգատարությունը կարող է երեխային կոտրել, երեխայի ինքնուրույնության ձևավորման համար ոչ նպաստավոր պայման դառնալ, երեխան ուղղակի սովորություն ձեռք բերի ամեն ինչ իր փոխարեն հոգ տանի ծնողը եւ ինքը իր մեջ չի կարողանում ձևավորել այդ դեպքում սեփական անձի նկատմամբ սեփական հոգատարության որակները, որը որ շատ կարևոր է։ Երբ ընտանիքում գերակշռում են խստությունն ու կոպտությունը, երեխայի ներաշխարհը սկսում է ճնշվել։ Նման մթնոլորտը ոչ միայն վնասում է նրա հուզական կայունությանը, այլև ազդում է սովորելու ունակության վրա։ Եթե փոխհարաբերություններում կա դաժանություն, խստություն, կոպտություն, արհամարհանք երեխայի անձի նկատմամբ, երեխան կարող է նույնակերպ դառնալ ավելի ագրեսիվ շրջապատում, կարող է նկատվել վախի ախտանշաններ, երեխան կարող է լինել վախվորած, ոչ ինքնուրույն, ոչ համարձակ։ Ծնող լինելը սխալներ չգործելու մասին չէ, այլ այդ սխալներն ընդունելու եւ ուղղելու։ Երեխայի հետ անկեղծ խոսելը կարող է վերականգնել վստահությունը, երբ այն խաթարված է։ Եթե ծնողը օրինակ որոշակի իրավիճակում խփել է, հարվածել է կամ վատ բառեր է ասել կամ չի կարողացել հասկանալ երեխայի արած գործողությունը այնպիսին, ինչպիսին իր նշանակությունն է եղել ի սկզբանե, վատ բան չէ խոսելը երեխայի հետ, վատ բան չէ ասելը, որ է սխալ է, եւ ինչու ոչ, անգամ ներողություն խնդրելը շատ բուժիչ է եւ շատ օգտակար։ Երեխայի աշխարհը բարդ ու նուրբ համակարգ է, որտեղ յուրաքանչյուր ազդակ կարող է երկարաժամկետ ազդեցություն ունենալ։ Կարևոր է ժամանակին տեսնելը, լսելը եւ հասկանալը։ Զրույցը, ուշադրությունը եւ հոգատարությունը կանխում են այն լռությունն ու լարվածությունը, որոնք հաճախ արտահայտվում են վարքում։ Եվ եթե փոխհարաբերությունները ջերմ ու ներդաշնակ են, արդյունքներն էլ լինում են առողջ ու կայուն երեխաներ։ Աննա Հարությունյան, Վարդան Պողոսյան, Դավիթ Եղիազարյան, Reopen Media։